շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես 3 մեր 4 հայրենակիցները վերադարձան Հայաստան, որի դիմաց Բաքվի բանտերում էին գտնվում, ազատազրկման էին դատապարտվել, պատկասում է, որ մեր Վագիլ Խաչատրյանը Լիբանանահայ մեր հայրենակիցը իհարկե պատկասում որ նրանք վերադարձել են եւ ի՞նչն է հատկանշական նրանց վերադարձի դիմաց գիտեք, որ մենք հայկական կողմը հանձնել է 2 ահաբեկիչների, վարձկանների Սիրիացի եւ սիրականության մեջ իհարկե Բաքվում շարունակում են ռազմագերիները խոշտանգվել ու մենք անգամ Բաքվից էին, այսպես ասենք, Բաքվում մամուլում էին գրում, թե ինչ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում Վագիլ Խաչատրյանը, մեր Լիբանանահայ հայրենակիցը, Վիգեն Էուկչեկչյանը, ով նաեւ հացադուլ էր հայտարարել ու երեք ասենք Նիկոլ Փաշինյանը գրում է վիճակները գնահատում է բավարարել, այսինքն այս արագացված տեմպով եւ նաեւ հիշեցնենք, հա, Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, մեր ռազմագերիները մեզ 2 ամիս էլ կսպասեն։ Մեր եղբայրները։ Այո, 2 ամիսը դարձավ 5 ու ավել տարի, այսինքն այս սուտ է, էլի, որ ռազմագերիների մասով իրենք ըստ էության շատ մեծ անելիքներ չունեն, խնդրեմ։ Շնորհակալ եմ ձերված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Էլի կանգնած ենք կոտրված տաշտակի առաջ, պատկերացնում ես, այսօրվա արհավիրքը, որը շարունակում է գալ այս փեսլնքոտ ապուշի կողմից, մեզ մի օր կանգնեցնելու է, ես չեմ պատկերացնում, թե ինչ ուրիշ ավելի զարհուրելի արհավիրքի դիմաց։ Երեք համացանցը ողողված էր մեր ռազմագերիների վերադարձի լուրերով։ Ես ուրախ եմ, որ գոնե 4 հոգի վերադարձել են, բայց դա գերիների վերադարձ չէ, դա իր մեջ հումանիզմի նշույլ անգամ չի պարունակում, սա պարզ բարտեր է, պարզ, արք ու վաճառք, ինչու, որովհետև Նիկոլը այս 4 մեր հայրենակիցների դիմաց Ադրբեջանին հանձնեց ոչ ավել ոչ պակաս սիրիացի ահաբեկիչ մարտասպանների, որոնք գերվել էին մարտադաշտում եւ իրենց պատիժը պիտի կրեին Հայաստանում։ Ժողովուրդ տեսնում ես ինչ է անում։ 5 տարի առաջ ասում էր մեր եղբայրները, մեր հայրենակիցները չեն նեղանա, եթե մի 2 ամիս էլ մնան ադրբեջանական գերության մեջ, մենք նրանցով զբաղվում ենք, շուտով կբերենք, այդ շուտովը 5 տարի դարձավ։ 5 տարի այս փեսլնքոտին հարկավոր է ոտքերից կախել ու թող սպասի։ Էս ինչ է անում, էս ինչպես է ձեռք առնում մեր ժողովրդին, մեր ազգին, որովհետև իր շնորհիվ ազգել չի մնացել, մնացել ենք ժողովուրդ և ամբոխ, որովհետև այսպիսի վարչապետ իբր կոչվածին գլխի վրա դեռևս պահելը, սա հանցանք է, ժողովուրդ, հանցանք։ Դու գործում ես ամենամեծ հանցանքը, որովհետև մինչև հիմա հանդուրժել ես սրան։ Այդ վերադարձած գերիները, որոնք պատանդարվել են ավելի ճիշտ, գերեվարվել են, պատանդարվել են, այս հիմարի պատճառով, որովհետև նա էր այդ պատերազմի գերագույն գլխավոր հրամանատարը, որը մեծ բրդում էր չկասկածեք հանկարծ հրամանատարական իմ կարողությունների վրա, այ գետինը մտնեց քո հրամանատարական կարողություններով, էս չէր քո կարողությունները, անձամբ ես ոչ մի սպասելի քեզնից չունեմ, որտեղ դու բնությունից իզորու չես այդպիսին լինել, դու բնությունից ստեղծված ես տափակ ուղեղով և լայն ախորժակով, սարսափելի մեծ ախորժակով, որովհետև դու այդ աթոռի համար այդպես մարտնչում ես միայն ինչքի համար,
միայն նյութի համար, նյութականի համար, որովհետև դու սարսափելի ես որպես անձ, դու կյանքում անձնավորություն չես դառնա, այ անկիրթ, անգրագետ, դու ոնց չես ամաչում, ասում ես գերիների փոխանակում, ներողություն, գերիների վերադարձ, ոչ մի վերադարձ, եղել է փոխանակում, բարտեր, դու արդեն մարդկանցով ես առևտուր անում, դու մի անձ, որ իր սեփական երեխային ենթարկի թրաֆիքինգի, զարմանալի չէ, որ ուրիշների հետ կարող է նման ձևով վարվել, որպեսզի հասկանալի լինի, կրկնեմ, նա իր փոքր դստերը, ես չգիտեմ, սիրտը ցավում է, չի ցավում այդ երեխայի վրա, իրենն է, ուրիշինն է, ես չգիտեմ, որտեղ նա օրինական ամուսնություն չունի, այդ երեխային դպրոց չեն թողնում գնալու, ես մեկ անգամ արդեն դիմել եմ, երեխաների պաշտպանության կոմիտեի նախագահ Էլմիրա Անտոնյան, որ գրողի ծոցում ես դու, Տիկին Անտոնյան, ինչու չես զբաղվում այդ փոքր աղջկանով, որը ակամա ծնողները ուր ուզում քաշ են տալիս, օդանավից օդանավ, երկրից երկիր, այդ երեխան գրել կարդալ գոնե սովորել է թե ոչ, ես ինչ-որ կասկածում եմ, եթե շարքային մեկը երեխան լինի, դուք ինչպես ասում են այդ մարդկանց հոգին կհանեք, թե թրաֆիքինգի եք ենթարկում երեխային, և ճիշտ կանեք, եթե ով էլ այդպես վարվի, այդպես վարվեք նաև այդ փոքրիկ աղջկա անունն էլ չգիտեմ, Շուշան, ինչպես, Արփի Փաշինյան կոչված երեխայի մասին մտածեք, որտեղ դա ձեր պաշտոնական և մարդկային պարտքերի մեջ է մտնում։ Հիմա սա եթե իր սեփական համարվող, չգիտեմ, գուցե սխալ եմ, ներողություն, երեխայի հետ է այդպես վարվում, բա ուրիշների հետ ինչպես կվարվի։ Այդպես էլ նա ուղղակի բարդեր է արել, որ հանկարծ Ալիևը չնեղանա իրենից, չվիրավորվի, են էլ 4 հոգու ուղարկեց, ընդ որում ժամանակվա ընթացքում նույնիսկ ադրբեջանական մամուլը գրել է, որ նրանց առողջական վիճակը սարսափելի է, այսօր են առողջապահության նախարար կոչվող հավ կատարյալ, մարդ, որը չգիտի, որ ինքը իրավունք չուներ, դառնալու առողջապահության նախարար, ինձ մի անգամ ասացին, նա ախր իրավաբան է, ես ասում եմ ոչ, նա որ իրավաբան լիներ, չեր ընդունի այդպիսի պաշտոն, որովհետև կհասկանար, որ դա իր տեղը չէ, իր մասնագիտության հետ կապ չունի։ Այս հավը հայտարարում է, թե նրանց առողջական վիճակը շատ լավ է։ Ես այնպես կուզենայի, այ հավեր, դուք ընկնեիք ադրբեջանական բանտ, նրանց քաշած տանջանքները ոչ թե 5 տարի, թեկուզ 5 օր քաշեիք, 5 դել կսատկեիք, որովհետև դուք ոգի չունեք, որ դիմանա, դուք մարդ չեք, որ կարողանաք հաղթահարել, ամոթ և էլի ամոթ, այդ կնոջ հավի ազգանունը ինչպես է, Անահիտ Ավանեսյան, կուզենամ, որ ձեր զավակը հայտնվի նրանց փոխարեն, դուք էլ այդքան ուրախ զվարթ ասեք, նրանց առողջական վիճակը լավ է, բավարարել չի ասում, լավ է, գիտինը մտնես։ Կան պարգևավճարների։ Հիմա, տարին ավարտվեց, ոչ բարեբախտ տարի եղավ, 25 թիվը մեզ համար շատ վատ տարի եղավ, հերթական վատ տարին 18 թվականից հետո, և այս մարդիկ ոչ ցավ ունեն, խոսքս վերաբերում է ՔՊ-ին և նրան հավանողներին, ՔՊ-ականներ, լավ կերակ, խմեցիք, զղկտվեցիք, ձեր փորից դուրս չի գա,
Դա Շարունակենք, մենք լսենք երեք ինչ էր ասում արդարադատության նախարար Սրբի Գալյանը։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում իհարկե, ընդ որում սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է օրինակ նախարարին։ ժողովուրդ լսեցիր, լավ լսեցիր, սա են կինն է, ես իմ կապսուսեմ սրանց տիկին ասել, տիկինով դիմել, սրանք ովքեր են, սրանք Նիկոլի էքերն են ընդամենը։ Ուրեմն ամիսը 1.5 միլիոն էր կարծեմ ստանում աշխատավարձ, դա քիչ է, հիմա էլ 6 թե 7 միլիոն հավելավճար է ստացել այս էքը, ինչի համար, ուզում եմ իմանալ, ինչ լավ բան է արել ոստիկանությունը, սա արդարադատության նախարարն է, չէ, Սրբուի Գալյանը, ինչ լավ բան է արված մեր երկրում արդարության և արդարադատության բնագավառում, քանի ինքնասպանություն եղավ տարվա ընթացքում, այս մեկ տարվա ընթացքում, քանի ինքնասպանության դեպքեր եղան արդիկ քրեական այդ գաղութում, հետո Վարդաշենում, էլ որտեղ, դժվար է նույնիսկ այդքանը հիշելը, հավատացեք, և այս էքերը փոխանակ իրենց գլուխը պատին տան, պատնել գլխին, հրաժարվեն իրենց 1.5 միլիոն աշխատավարձից, եթե մի քիչ խիղճ ունենային, 6 միլիոն, 6-7 միլիոն, ընդամենը այդքան է էլի եղել իրենց հավելավճարը, այդ որ աշխատանքի համար, դուք ինչ եք անում այս երկրի համար, բարիք եք ստեղծում, թե արդարադատությունն եք պաշտպանում, դուք ոչ արդարադատություն եք պաշտպանում, ոչ էլ արդարադատության մասին գաղափար ունեք, այ Նիկոլի էքեր, գետինը մտնեք ավելի լավ կլինի, հարամ լինի այդ փողը, որ դուք ստացել եք, ու կլինի, որովհետև Աստծո համբերությունն էլ կարող է վերջ ունենալ, գիտեք, ձեր այդ պատիժը Աստծուց պետք է գա, որ իմանաք, դուք որ Նիկոլի հետևից ընկած գնում եք այս եկեղեցին, այն եկեղեցին, այդ սրբապիղծ միջոցառումներին, այս սրա հավելավճարն եք դուք ստանում, Նիկոլը ձեզ շնիկի նման կերակրում է, որովհետև դուք իր հետևից անընդհատ գնաք թաթերը վեր բարձրացրած, դուք բոլորդ կրկեսի շնիկներ եք, ընդամենը մեր երկրում կառավարություն չկա, կա կրկես, որտեղ շնիկները թաթիկներն են անընդհատ պարզում շաքարի համար և վազվզում պոչ թափահարում, որպեսզի այդ շաքարը անընդհատ ստանան, գետինը մտնեք ավելի լավ կլինի, Այսօր դարձավ հետքներ, կարծեմ դուրս գրել, թե չեմ հիշում, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը ստացել են 51 միլիոն 600 հազար դրամ պարգևավճար։ Լսեցիր ժողովուրդ, քո պաշտած Նիկոլը, են սրբապիղծ Մհեր Գրիգորյանը, են Խաչատրյանը, Տիգրան Խաչատրյանը, երեքով 51 միլիոնից ավելի պարգևավճար են ստացել, լսեք դա 5 միլիոն էլ չի, դա 51 միլիոն է, դու հասկանում ես, մի հատ բաժանիր 51-ը 500,000 թոշակառուի վրա, տես ինչ կստացվի, նա ձեր առավ, թոշակառուներ, մեզ բոլորիս ձեր առավ, ասելով, որ դուք այդքան խելք չունեք, որ դուք կարողանաք 10,400 դրամ ծախսել, ձեր է առնում, ոտքի տակ է տալիս ու դու լուր մունչ լսում ու ենթարկվում ես, այդ հաղորդման օրը ես կհասկանայի, եթե ամեն գյուղում ու ամեն քաղաքում
հրապարակները կամ գյուղի կենտրոնը լցվեր թոշակառուներով։ Կանգնեին ու ասեին, թքենք մենք ձեր երեսին, անամոտ շներ կպի անուն տակ ծվարած, անամոտ շներ, բայց ոչ մի թոշակառու չի գալիս, նույնիսկ ես տեսնում եմ, հարցախույսներ ենք անում փողոցներում, շատերը խուսափում են, վախենում են, որովհետև Նիկոլի այդ ռեխը, երախը այնքան է մեծ, որ կարող է ոչ միայն թոշակառուի հասանելի գումարը կուլ տալ, այլև թոշակառուին կարող է կուլ տալ։ Այ հրեշ, դու ոնց գետինը չես մտնում։ Այսօր հարցազրույց էր տալիս։ Այն լրագրողուհին, որը քեզ հարց տվեց, ինչի մասին հարցրեց, և դու ինչի մասին էիր վայրի վերով սար ու ձոր խառնում իրար, այ անուղեղ, այ համբակ ես դու, որտեղ դու ոչինչ չգիտես, դու գիտես միայն լափել, միայն լափելուց է խելքդ հասնում, որովհետև դրսում ընդունելությունների ժամանակ ես վրա պրծնում, դու այն շնչավորն ես, որը լավաշը փողոցում ոչ թե հորիզոնական էր կտրում, այլ ուղղահայաց, վերից վար ու սկսում ներս տալ։ Դու կյանքով մեկ չես կշտանալու, քո երախը, քո ворկորը չի հագենալու, որովհետև դու միայն դրա համար ստեղծված, և քեզ համար ամենահարմար ուտելիքը արդեն դառնում է Հայաստանը կուլ տալը, դու որովհետև կուլ տվեցիր, կարողացար կուլ տալ Արցախը, կարողացար կուլ տալ Տավուշի գյուղերը, կարողացել ես կուլ տալ Սյունիքի որոշ տարածքներ, Գեղարքունիքի որոշ տարածքներ, դու պատրաստվում ես կուլ տալ Տիգրանաշենը, բգիտ կանգնի, երախիտ կանգնի բոլոր չարագործություններդ, ես քեզ մահ չեմ ցանկանում, ես ուզում եմ, որ դու անընդհատ խեղդվես կուլ տվածներիցդ, մինչև որ սատկես վերանաս, այսպես չի կարելի, այսպես հնարավոր չի, ժողովուրդ սրա մեղավորը մենք բոլորս ենք, այս ինչ պարգևավճարներ են ստանում կառավարությունը, այ քեզ կառավարություն, այդ ուրիշ երկրներում կառավարություններ չկան, որ այսպիսի թվեր չեն հրապարակվում, ուրիշ երկրներում նախարարները չեն աշխատում, որ այսպիսի հրապարակումներ չկան, մեր կառավարության շենքում վերընկածները ամենամեծ գործը, որ անում են, դա ձեռք բարձրացնելն է։ Ուրիշ բան նրանք չեն անում, որովհետև նրանց խելքը չի հասնում, նախ 40 հարցից 38-ը կամ 9-ը չզեկուցվող են։ Ես երբեմն փորձում եմ ինձ խարակիրի անել, լսել թե ինչի մասին են խոսում, բայց այդպես էլ չեն խոսում, որ իմանան, ինակ ինքն է նստում, մենախոսում, իբր թե մի մեծ գործ արեց, գետինը մտնես, գետինն էլ է ափսոս, որ քեզ կուլ տա, վերջում ով է համաձայն, դեմ, ինչ դեմ, դեմն ինչ բան է, ընդհանրապես անեք այդ հարցադրումը, որտև ՔՊ-ում դեմ չի լինում, կամ սեփական կարծիք ունեցող, ասենք թեկուզ ձեռնպա, այդպիսի բան չկա, կամ միայն հիացական հայացքներով կողմ, որովհետև ՔՊ-ն ուրիշ անելիք չունի։ Հիմա թոշակառուներ, նորից վերադառնամ ձեզ, որոշել եք մինչև վերջ լռել, հա? Օրինակ ես պատրաստ եմ դուրս գալ փողոց, պատրաստ եմ գլխավորել մի շարժում, որը իր բողոքը կհայտնի
այս կառավարություն կոչվածին, այս կառավարություն չէ, սա մեղք է, որ մենք կառավարություն ենք անվանում, այս հարստահարիչների, սրանք արժանի են հարստահարիչ անվանը, ես պատրաստ եմ, ով կմիանա ինձ, գրեք, որ իմանամ, կգաք հետևիցս, որովհետև այսպես չի կարելի, սրանք մեզ ձեռ են առնում, պարզապես արհամարում են իրենց չեղած տեղով, իրենց ոչնչություն պարունակող ուղեղով, մեզ ձեռ են առնում, ընդհանրապես, չէ որ մենք ամբողջ կյանքում աշխատել ենք, կոնկրետ ես, ամբողջ կյանքում աշխատել եմ, երբեք չի եղել, մինչև սրանց գալը ես աշխատել եմ, բայց ինչքան մարդիկ կան, որ դրանց հետո էլ են աշխատում ու հարկեր են վճարում, այդ թոշակը Նիկոլ իր հոր գանձարանից չի հանել տվել մեզ, այդ մեկը լավ իմացեք, թոշակի համար պայքարելը ամոթ չէ, սա ոչ թե ուտելու պայքար է, սա արժանապատվության պայքար է, մենք բոլորս գիտենք, չէ, ինչպիսին էլ լինենք մենք, հզոր լինենք, քաջ լինենք, համարձակ լինենք, պայքարող լինենք, միևնույն է, մեր մարդկային օրգանիզմը որոշակի քանակով սնունդ է պահանջում, որպեսզի մենք կարողանանք ոտքի վրա մնալ։ Էլ ես չեմ ասում, ձմռան այս ցրտին բնակարանները չջեռուցելը, որտեղ ոչ մի թոշակառու չի կարող բնակարան ջեռուցել, ուզած-չուզած իր բոլոր հակ ու կապը պիտի հագնի տան մեջ նստի, որովհետև մենք ապրում ենք ցավալիորեն Հայաստանում հաստատված և դեռ պահպանվող Նիկոլի ժամանակաշրջանում, այ հողը գլխիդ, անուղեղ, համբակ, էլ եմ ասում, դու համբակ ես, ուզում ես դատի տուր, ուզում ես կախաղանտար, ասելու եմ, ճչալու եմ, դու համբակ ես, այսինքն ոչինչ չիմացող, ես ում ես դու, այսպես տրաքացնում էլի, 51.600.000 ընդամենը, այսքան հավելավճար են ստացել, երևի 10 միլիոնը տվել եք են երկու հավերին, են մհերը, որ ավելի դավաճան է, քան մյուսները, գետինը մտած, դու կառավարման փորձ ունեիր, դու չես կարող քեզ թույլ տալ ասել, Նիկոլ, ախր սա երկրի գանձարանին է վերաբերում, ոչ թե քո հորտան, ախր մյուս օրը Նիկոլը նրան գործից կհանի, այ պիտի ոչ ոք այդպիսի ամոթալի պաշտոն չվերցներ, ոչ ոք պիտի ամոթալի պարգևավճար չստանար, ոչ թե Սրբուհի Գալյանի նման կանգնասի $200,000 ինչ փողա, որ չունենամ, դուք կամուրջների տակից հավաքած եք, դուք ոչ մեկը ուղղակի չվիրավորվեցիք դրանից, դե երբ որ իրենց անուններով են կոչում, չպիտի վիրավորվել, բայց հետարքեր է, որ այս ցուցակուներում, որը այսպես եթեր գնաց, չկար են գլխավոր հավի անունը, Աննա Վարդապետյան կոչեցյալ, նա ինչքան է ստացել, Նիկոլի պահանջները լավ կատարելու համար ինչքան է ստացել Աննա Վարդապետյանը, դե եթե Սրբուհի Գալյանը, են Արփինե Սարգսյանը, են Անահիտ Ավանեսյանը, էլով կա, Ժաննա Անդրեասյանը, վայ, պիտի մոռանա ես իմ համայնքի առարկային, գիտինը մտնես, կրթություն ոտնահարողը պիտի գլխի վայր շուռ գա, որովհետև դու կրթությունը դարձրել ես ավելորդ բեռ հասարակության մարմնին և այդ ավելորդ բեռը փողոցներով քաշ-քաշ եք տանում, որ գցեք աղբարկեղ, դուք անունադրել եք դպրոցեք վերակառուցում։ Այդ
դուրս է գալիս Երևանում, գյուղերում, որևէ տեղ ոչ մի դպրոց չկար, մինչև ձեր կառուցելը։ Դուք քանդում եք առայժմ։ Շիրակի տարածաշրջանի Ջրափի գյուղում 3-րդ տարին է ինչ եք կառուցում։ Դեռ 2 մետր, 3 մետր չի բարձրացել, բայց շրջակա 4 գյուղերի դպրոցների աշակերտները պիտի գան այստեղ։ Ինչով։ Այդ ցուրտ տարածաշրջանում ձմռանը երեխան ինչով պիտի գա հասնի դպրոց։ Բա նրանց գյուղերում ունեցած դպրոցները։ Բա կոնկրետ Հայկաձոր գյուղում կա հիանալի դպրոց։ Ես ասել եմ, էլ եմ ասում, այդ դպրոցի աշակերտները լավ էլ ընդունվում են բուհեր առանց կրկնուսույցների, որտև կան լավագույն ուսուցիչներ։ Նրանք պիտի մնան անաշխատանք, որ դուք ձեր քեֆով կներեք բարի համար, ունկնդիր եւ ակնդիր, ինչ ուզենաք էնել անեք, որ դուք փող լվանալու տեղ եք գտելի դեմս դպրոցների։ Գետինը մտնեք, դուք բոլորդ, ժողովուրդ մի թող, կոնկրետ կոչ եմ անում տարածաշրջանի այդ 4 գյուղերի բնակիչներին, իրենց երեխաներին չտանել այդ նորակառույց դպրոցը, եթե իհարկե կառուցվի եւ ավարտվի, չէ, դա չի կառուցվի, որովհետեւ մի բան գոյություն ունի, Նիկոլի Աստվածը Մամոնան է, Նիկոլին շրջապատողների Աստվածը Մամոնան է, Նիկոլի հենարանների Աստվածը Մամոնան է, ուրիշ բան չկա եւ չսպասեք, մեկ անգամ էլ իմ գոհունակությունն եմ հայտնում, որ այդ 4 գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցները վերջապես վերադարձան, ինչպես ժողովուրդն է ասում, տարոսը մնացածներին լինի, որովհետև դա սարսափելի է, ես միշտ ասել եմ, երեխայի մարմինը ստանալը, մեր մայր հողին հանձնելը, թերևս, եթե կարելի է ներողություն եմ խնդրում, ավելի հեշտ է, քան ամեն նոր հասկանալ, թե քո երեխան ում բռունցքի տակ է եւ արդյոք ջուր է խմել այսօր, որտեղ դա սարսափ է թուրքական գերությունը, թուրքական բանտը։ Ես ցանկանում եմ, որ մյուսները գերիների վերադարձ լինի, որտեղ Նիկոլը էլ բան չունի տալու դիմացը։ Ալիև այս 4-ին էլ տվել է այն 2-ին ստանալու համար, որտև այդ 2-ը իր այսպես հոգուն ծառայություն են մատուցել, այսինքն հայ են սպանել, և այս 2 ահաբեկիչը իր համար արժեք ունեն։ Նա նրանց նկատմամբ պարտք ունի կատարելու, պիտի տանի, երևի սրանց էլ են հիմար չէ, ինչու է հիմար, մեր Մարտիրոսյանին կասնահարողի նման կարող է և հերոսացնել, բնակարան կտա, մեծ գումարներ կտա, կասի տեսակ, որ ես ձեզ տեր եմ, այ որ պետք եկաք, էլի պիտի գաք, որ հայի գլխին սուր բանեցնեք, ժողովուրդ, դիմացը շատ քիչ ժամանակ մնաց, 5 ամիս, եթե դու այս անգամ էլ խոտակերի նման հանկարծ գնացիր ու ձայն տվեցիր, նպաստեցիր այս չարիքի վերարտադրմանը, ուրեմն դու արժանի է, որ մեռնես, վերանաս, բայց ափսոս մեր երկիրը, ափսոս Աստված ընծա մեր երկիրը, մենք մեր երկիրը լավ չեն գնահատում, ճիշտ չեն գնահատում, մենք այն 30 տարիների այն հոյակապ իրավիճակը, երբ մենք կարող ենք ազատ անկախ Հայաստանում ապրել, երբ մենք կարող ենք
առանց որևէ բան մտածելու գնալ Արցախի տարբեր անկյունները հիանալ նրա չքնաղ գեղեցկություններով, հիանալ այդ երկրի բերդերով ու ամրոցներով, մենք ճիշտ չգնահատեցինք, դա Աստծուց տված ընծա էր մեզ թվում էր, թե հենց այդպես էլ պետք է լիներ, մենք շատ շուտ մոռացանք այդ ամենի համար թափված արյունը, երբ որ, ես չգիտեմ, ունկնդրի, ակնդրի մեջ կան մարդիկ, որոնք այս Վարդենիսի տարածքով գնացած լինեն Արցախ, այնտեղ գետի ափին միտեղ կա, կառուցել են, որ մարդիկ նստեն հանգստանան, գիտեք, մի ցուցանակ կար խփած, ես մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ, գրված էր, խնդրում ենք տեղանքը չաղտոտել, հողը ազատագրվել է հայ զինվորի արյունով, այսինքն մեր մեջ կան այնպիսի տխմարներ, որոնց պիտի հիշեցնես, որ այս հողը արյունով է ազատագրված, որ դա ոչ մեկը մեզ ընծած չի տվել, որ դա ոչ ոք մեզ չի նվիրել, դրա համար մեր զավակներն են զոհվել ու շատերի մարմինը հենց այդտեղ էլ ամփոփված է, մենք մեր հողը, մեր երկիրը, մեր Աստված ընծա երկիրը լավ չենք գնահատում ժողովուրդ, մենք եսասեր ենք, չի կարելի, տեսեք, երբ որ Բերձորը դերձոր դարձավ և հարյուրավոր մեքենաներ սպես պատել էին այդ ճանապարհը, պետությունը ինչ արեց, Նիկոլի ղեկավարած պետությունը, եկեք հիշենք Միկա Բադալյանի արածները, Սարդարյանի դերասանուհի, նրա արածները, Միասինի կանանց թևի արածները, եկեք հիշենք, ու շատ անհատ մարդիկ, բայց ինքը դրսում ասում է, Հայաստանը մենք կարողացել ենք ընդունել 120,000 փախստականի, գետին եմ մտնես, դու ինչ ես արել, դու հնար ունենայ նրանց էլ, կտայր Ալիևին, ինչպես արեցիր Հակարիի կամրջի վրա, ժողովուրդ, աչքդ բաց, ականջդ բաց, ոտքի կանգնիր, հունիսի 7-ին սովորական շարքային ընտրական օր չի լինելու, լինելու է լինել, չլինելու